Պատմության կերտումը մարգարեների առանձնաշնորհը չէ։ Պատմության փոթորկումներն ու շրջադարձերը լոկ մեկ պահի ծնունդ չեն, ոչ էլ 10 կամ նույնիսկ 100 անհատի կամքով ու ճիգով գործադրված իրողություն։ Պատմության ընթացքի այս կամ այն ուղղություններն առաջանում են միլիոնավոր աննշան կամ մեծ նախապայմանների հանրագումարում, նախապայմաններ, որոնք ընդհանրության մեջ կանխորոշում են գալիքը։ Եվ ուրեմն այդ դեպքում ով է այն անձը, ում կոչում ենք պատմության մարգարե, եւ որն է նրա դերը, եթե ոչ պատմության անմիջական կերտումը։ Մարգարե առաքյալ, նախակարապետ, ահա Ռավել մոտ համեմատականը, անհատ, որը գալիք պատմական հեղափոխման մունետիկն է, գաղափարական մեկնիչը, մարդ, ով վերջապես անձնավորում, խորհրդանշում է պատմական այդ իրողությունը իր նկարագրով, կյանքով, ճակատագրով ու էությամբ։ Նա ծնվում է ճիշտ ժամանակին եւ ասպարեզ գալիս հենց այն պահին եւ այնտեղ, ուր նրա կարիքն է զգացվում, երբ հեղափոխումներին ընդառաջ փոթորկել է պետք միլիոնավոր նիրհած հոգիների, երբ փարատել է պետք մարդկանց ահն ու անհանգստությունը սպասվելիք իրադարձությունների նկատմամբ, երբ ճշմարիտ խոսքով գոտեպնդել է պետք մեծ ու անխուսափելի փորձությունների շեմին։ Մարգարե նույնն է թե ճշմարտության ջահակիր, ընդդիմախոս, ըմբոստ, ուրեմն նրա առաքելությունն ի սկզբանե պայքարն է, ճակատագրի պսակը նահատակություն։ Նրա ուղին տատասկոտ է, փարավոններն ու հերովդեսները, Պիղատոսներն ու փարիսեցիները սոսկում են նրանից, տենչում նրա լռությունն ու մահը, բայց նա ինքը վախ չունի, նա չի լռում, չի ընկրկում, քանզի հավետում է անդառնալին, հավետում է Աստծո օրհնությամբ ու սրբասուրբ արյունով ցողված արդարության գալուստը։ Իրավի, պատմության կերտումը մարգարեների առանձնաշնորհը չէ, բայց առանց մարգարեների պատմություն չկա։ Ես նայում Հայաստանը, որը վաղն է գալու, երեկվա Հայաստանը մենք ուսումնասիրում պատմության այդ իրանների դուրսն քաշում միայն նրա համար, որպեսզի գալուց համար մեզ ճանապարհ բացել ճշմարիտ ուղի հարթել։ Ինձ համար Մովսեսի մասին խոսելը եւ շատ հեշտ է, որովհետեւ գիշեր-ցերեկ հետն եմ եղել, եւ չափազանց բարդ է, որովհետեւ ես ոչ միայն իմ շրջապատում, այլ նաեւ հայոց պատմության մեջ այդպիսի հզոր դեմք չեմ տեսել, չեմ լսել։ Այսպիսի օրինակ ասեմ, ինքը շատ երիտասարդ լինելով, եթե հանեք նրա այդ տարիներից մանկությունը, բանակում ծառայելը, թատրոնում աշխատել եւ այլն, շատ քիչ բան է մնում մարդ, ենել ոչ թե սովորական մարդ, այլ մեծ մարդ դառնալու համար, չնչին ժամանակ է մնում, բայց այդ չնչին ժամանակը երևի իր արյունով էր գալիս, երեխա ժամանակվանից էր գալիս, ինքը չնչին ժամանակում դարձավ հզորագույն քաղաքական գործիչ, որ ես նմանը չեմ տեսնում։ Ինձ համար իրականում ինքը շատ մեծ երևույթ է, մինչև հիմա էլ այդպեսին մնացել է, իր տեսակը իրականում այսօր պակասում է նաև մեր հասարակության մեջ, շատ կուզենայի, որ գոնե իր նման մեկը այսօր լինել։ Մովսեսը այն բացառիկ եզակի երևույթներ, որը որ կարողացավ մարդկանց հավատքն է շնչել վաղվա օրվա նկատմամբ, անկախության բառի նկատմամբ եւ մարդիկ կարողացան իրեն լսել։ Ես ոչ թե Մովսեսի ընկերն եմ, երևի ավելի շատ ժամանակակիցն եմ։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև ես մի քիչ անմասն մնացի մեծ թափից ու ալիքից, որ Մովսեսն էր։ Ընդամենը կարողացա շփվել շատ կարճ ժամանակ, երևի ինձ էլ այդքան էր տված։ Հետո sense մի խոսք կա, չի ասում, սևակն էր, չի ասեց, ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած։ Մովսեսը իր ժամանակի համար եկել էր ու ծնվել էր։ Ամեն մեկս մեր ժամանակն ունենք, ուղղակի
Մովսեսը ճիշտ կիրառեց իր կյանքը, իր ամեն ինչը, ունակությունները, ասեմ, շնորհները, բայց այն ռեժիմը, որտեղ ինքը դա անում էր, այդ համակարգը չէր կարող ընդունել իրեն։ Ինքը շատ լավ գիտեր դա։ Այդ համակարգին անհարիր էր անհատականությունը, ինչ-որ ազգային մտածողությունը։ Հետևաբար շատ լավ գիտեր ուր է գնում։ Այս գիտակցումը եթե իմանանք, ինքը գնաց անմահություն։ Այստեղ մեծ մխիթարություն կա, որովհետև այդ գաղափարը իր այդ անմահության հետ կապրի ու անմահ կլինի։ Ինքը ցանեց մեր մեջ այդ գաղափարից ու կարծես մեր մեջ ծիլ է տալի կամաց, ում մոտ ինչպես մի քիչ ծույլ ենք ազգովի, հետևաբար դա ունդաղ է ծիլ տալի, թե չէ այս վիճակը մի քիչ ավելի լավ կլիներ, քան թե կա։ 1980 թվական ամառ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ընդունելության քննություններին հատուկ իրարանցում է տիրում։ Պատին փակցված ցուցակների մոտ ժխոր է ու հրմշտոց։ Իրար հրելով հուզված դիմորդները անհամբեր խցկվում են նվիրական այդ ցուցակների մոտ եւ դրանց երկար սունյակների վրայով մատները շարժելով որոնում են իրենց անունները։ Ոմանք ճճում են ցնծությունից, ցատկոտում ու գրկախառնվում այստեղ ներկա հարազատների ու ընկերների հետ։ Ուրիշները հուսահատ հառաչանքով գլխահակ հեռանում են, իրենց անունը բախտավորների ցուցակում չկա։ Ահա, վերջապես հերթը իրենն է, որոնում ու գտնում է ցանկում ֆակուլտետի անունը։ Ոչ միջիչ ու աղաղակ, դա թուլության վկայություն է։ Միայն գողունակության զուսպ ժպիտն է ջերմանում աչքերում, այն էլ գուցե ոչ այնքան իր, այլ այն գեղեցիկ ու խելացի դիմորդուհու համար, որի հետ ծանոթացել է քննությունների օրերին։ Ռուզանի անունն էլ ցանկում կա, ուրեմն երկուսով են սովորելու, նույն կուրսում, ամեն օր տեսնելու են իրար, արդյոք զգացմունք ունի արդեն նրա նկատմամբ, բայց ոչ, զգացմունքի ժամանակը չէ, գործի ժամանակն է, ծիծեռնակաբերդի կրակի մոտարած իր սրբազան ուխտը ոգեկոչելու ժամանակն է։ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ընդունելության քննություններ էին, ինչպես ես, այնպես էլ Մովսեսը ուզում էինք դառնալ այդ բուհի ուսանողները։ Ասեմ, որ հենց առաջին պահից աչքի զարնվեց, հրաշալի ձայնում էր, շատ արտիստիկ էր եւ հետաքրքիր երիտասարդ էր, բավականին գրագետ էր խոսում, հրաշալի արևմտահայերեն գիտեր։ Ես ուզում էի, որ ինքն անպայման ընդունվեր։ Ինձ համար շատ հետաքրքիր կերպար էր եւ ես նույնիսկ իր ընկերակցությունն էի ուզում։ Բարեբախտաբար մենք երկուս էլ ընդունվեցինք եւ մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնի ուսանողներ դարձանք։ Ուսանողական տարիներին ներկայացումներ, բեմադրություններ, խաղում էինք, բեմադրում էինք, ընկերացանք, մտերմացանք, շատ հետաքրքիր զրուցակից էր, բավականին պատրաստված, իմացության առումով նաև հարուստ։ Հետո ես մեր մտերմությունը, մեր ընկերությունը ավելին այսպես գնաց ու ես զգացի, որ ժամանակ առ ժամանակ անհետանում է։ Ինձ համար խիստ զարմանալի էր, որովհետև մենք մտերիմներ էինք եւ կարծես թե իր բացակայության պատճառը ես պետք է իմանայի, բայց չգիտեի։ Մի երկու անգամ փորձեցի հարցնել եւ պատասխան չստացա։ Ինձ թույլ տվեցի հետևել։ Երևի աղջկական գուցեև խանդի խնդիր էր։ Հետո տեսա, որ հանդիպեց իրենից այդպես մի 10-15 տարով մեծ երիտասարդի։ Հետագայում ես իմացա, որ ինքը հանդիպում էր Աշոտ Նավասարդյանի հետ։ Մի անգամ առիթ ստեղծվեց, ես զգացի, որ ինքը ինչ-որ բան է, անհանգիստ վիճակում է։ Հետո թղթեր կար ձեռքին, որ արագ թաքցրեց։ Երբ բարձրացանք լսարան, ես առիթ գտա եւ անմիջապես իջա արվեստանոց փնտրելու այն խիստ կասկածելի թղթերը, որ իր ձեռքին կար եւ հնարավորություն չընձեռնեց ինձ ծանոթանալ դրան։
երկար չփնտրեցի, կամ կանացի հոտառություններ, կամ մեծ ցանկություններ, կամ էլ գուցե արվեստանոցներ փոքր եւ առանձնապես խիստ երկար փնտրելու խնդիր չկար։ Արագ սկսեցի կարդալ եւ ինձ համար անհասկանալի աշխարհ էր, միայն հիշում եմ, որ այսպես սկսեցի դողալ, որովհետեւ տեքստում հասկացա, որ Հայաստանը ՍՍՄ կազմից դուրս բերելու, ինքնուրույն ապրելու, անկախություն, պետականություն եւ այլն, եւ սարսափեցի, որովհետեւ բոլոր դեպքերում մենք ապրում ենք սովետական միությունում եւ այսպես դրոշմած դասիրակությունը թույլ չէր տալիս նույնիսկ երազել անկախության մասին։ Այնուհետև անմիջապես բարձացա ու բռնվեցի, քանի որ երևի եւ իմ հուզումը եւ իր խիստ այսպես խուզարկուի հայացքը զգաց, որ ինչ որ բան թաքցնում եմ, ու ես ասացի, իսկ ինչ է, ԱԿՄ էր, ԱՄԿ էր, ՄԱԿ էր, չէի կարողանում նույնիսկ հապավումը հիշել։ Մի խոսքով զայրացա, որ ինքնագլուխ քայլերի եմ դիմել, բայց զայրույթը բավական չէր, որովհետև նա պիտի նաև պատասխան տար ինձ, թե դա ինչ փաստաթղթեր էին, որ այդպես փորձեց ինձանից թաքցնել։ Այդտեղից սկսվեց մեր գաղափարական եւ վիճաբանությունները, եւ քարոզչությունը, եւ հարց ու պատասխանը, օրերով, ժամերով մենք զրուցում էինք, ինձ համար շատ ցանկալի էր եւ շատ այսպես երազանքեր են ինչ որ հնչում էր, բայց ես ավելի իրատես էի եւ ուզում էի հասկանալ իսկ արդյոք դա հնարավոր է, երբ սկսեց պատմել քաղբանտարկյալների մասին, այսինքն որ կա այդպիսի մի կուսակցություն, որը կոչվում է Ազգային միացյալ կուսակցություն, եւ այդ կուսակցությունը սովետական միության մեջ միակ ընդհատակյա կուսակցությունն է, որը պայքարում է Հայաստանի պետականության վերականգնման համար եւ Ազգային միացյալ կուսակցության, այսինքն ԱՄԿ-ի անդամները ենթարկվում են հալածանքների ԿԳԲ-ի կողմից, ՊԱԿ-ի կողմից եւ ոչ միայն ՊԱԿ-ի կողմից, նաեւ մարդկանց կողմից, նույնիսկ իրենց հարազատների կողմից, որ կարծես նրանք բորոտներ լինեն, որովհետեւ անընդունելի է այդ գաղափարախոսությունը, որ կան քաղբանտարկյալներ, որոնք այսօր այն ժամանակ բանտերում են, որ նույնիսկ բանտերում սպանվածներ կան, մարդիկ, որոնք այսպես աննկուն, հզոր այդ կայսրության դեմ են դուրս եկել եւ միայն այն պատճառով, որ ուզում են ազատ եւ անկախ ապրել։ Ես օրերով, ժամերով լսում էի, ըմբոշխնում էի, պատմում էր Ստեփան Զատիկյանի գնդակահարության եւ դատավարության մասին։ Մի խոսքով դա ինձ համար մի աշխարհ էր, որտեղ գուցե հիմա տարիների խորքից այսպես այլ կերպ դիտարկվի, բայց այն տարիներին իսկապես երբ դասիրակություններ ուրիշ, վախ կար, սարսափ կար, նաև Թուրքի հանդեպ այլ վերաբերմունք կար, առանց ռուսի ապրելու այդ խնդիրը կար եւ այդ բոլոր պայմաններում կային տղաներ, որոնք այսպես խիզախորեն աննկուն հավատում էին, որ երբևէ այսօրն է գալու եւ այդ հավատքով առաջ էին գնում։ Հետո այդ բարձրացավ, որ այնինչ ես գտել էի Ազգային միացյալ կուսակցության կանոնադրությունն էր, որ կոչվում էր Փարոս, դերտիկն այդպես էր կոչվում Փարոս, եւ Մովսեսը սկսեց ինձ էլ ներքաշել այդ աշխատանքների մեջ։ «1961 թվականին Գևորգ Գորգիսյանի ընտանիքն արդեն ապրում է Երևանում։ Սիբիրյան աքսորը մնացել է անցյալում, բայց երազների մղձավանջում դեռ արձագանքվում են սոսկալի տարիների ապրումները, կալանքի գիշերը, դեպի ձյունածածկ, անցիր հեռաստանները սլացող վագոնների հեղձուցիչ օդը, մռայլ Ալթայի սովն ու ցուրտը, գրած նվաստացումները, հուսահատությունը, ցավը։ Միթե սա էր հայրենադարձվելու գինը, միթե նման տաժանակիր պատժի արժանի հանցանք էր հավատարմությունն իր սեփական արյանն ու սերն առ Հայաստանը։ Իրեն արդարության ու ազատության պահապան հռչակած հասարակարգը ցույց տվեց իր իրական դեմքը՝ արյունաներկ բռնապետություն։
Գորգիսյանների ընտանիքի համար հաշտության եզրերն այդ հասարակարգի հետ կորսված են ընդմիշտ։ Մովսեսը մեծացել է մի ընտանիքում, ուր լենյան դավանանք չի եղել, դա հավանաբար կախված էր նաև նրանից, որ ծնողները հայրենադարձվել էին Հայաստան, եւ քանի որ նաև դաշնակցական էին հայրը, մայրը, պապը Սամի Չաուշը, որ Սարդարապատի ճակատամարտի մասնակից է եղել, եւ այնտեղ նաև իր ընկերների հիշողությունների մեջ կա։ Հիմա էլ Եգիպտոսում կա Հիրեյում Մեղոսի ափին կա մի սրճարան, որ կոչվում է Սամի Չաուշի սրճարանը։ Վերջերս այն արաբներն են գնել եւ իրենք էլ գիտեն, որ դա Սամի Չաուշի սրճարանն է։ Այդ սրճարանում հավաքներ են եղել, նա նաև խմբապետ էր եւ երգեր են հնչել հայերեն եւ հավատացել են, որ մի օր իրապես ազատ ու անկախ հայրենիք կունենան եւ հայրենիք կվերադառնան։ Մինչդեռ նույն Սամի Չաուշի որդին հայրենիք վերադառնալուց հետո իր հայրենիքը գտավ Սիբիրի անծայրածիր տարածքում։ Մովսեսի եւ հայրը եւ մայրը արտաքսվածների ընտանիք էին եւ այնտեղ ծառայացել են, այնտեղ ամուսնացել են, ունեցել են իրենց ավագ որդուն դստերը։ Հայրենիք վերադառնալուց հետո միայն 61 թվականի դեկտեմբերի 3-ին ծնվեց Մովսեսը։ Մովսեսը չհասցրեց վայելել հայր ունենալու բերկրանքը, քանի որ 2-3 տարեկան էր, երբ զրկվեց հորից։ Այնուհետև մայրը շատ դժվարությամբ պահեց իր 3 երեխաներին եւ պիտի ասեմ փառահեղ կին էր Մովսեսի մայրը, Ալիս մայրիկը, եւ բնականաբար այդպիսի դաստիարակության ակունքները, պատճառները ոչ միայն արյուններ, այլ նաև դաստիարակությունը։ Գումարած դրան, որ հարևան Նաջարյանների տանը հավաքներ էին լինում, որտեղ մասնակցում էին ազգային միացյալ կուսակցության երիտասարդները, անդամները, եւ Մովսեսը հաճախ էր լինում այնտեղ։ Նա այդ տարիներին 10-11 տարեկան, գուցե մի քիչ ավելի փոքր, եւ ոչ այնպիսի խորհրդակցություններին, որտեղ նույնիսկ երեխայի ներկայությունը արգելված էր, այլ սովորաբար հավաքներին Մովսեսը ներկա էր լինում, իրենց համար արտասանում էր հայրենասիրական բանաստեղծություններ եւ ավագ ընկերները սիրով ու խանդաղատանքով էին վերաբերում Մովսեսին եւ նույնիսկ նրա հետ մեծ հույսեր էին կապում որպես ապագա սերնդի ներկայացիչ։ 1979 թվականի փետրվարի 18 հայոց մեծ եղեռնի հիշատակը խորհրդանշող անմար կրակի մոտ 18-ամյա Մովսես Գորգիսյանը որդեգրվում է Հայաստանի պետականության վերականգնման, հայրենիքի անկախացման ազգային ազատագրական պայքարին ու դառնում ընդհատակի ազգային միացյալ կուսակցության երդվյալ անդամ։ Վիճակը գծված է, նրա կյանքի ընտրությունն այլևս պայքարն է ու մաքարումը, ճակատագիրը անմնացորդ նվիրում եւ ծառայություն ազատության, անկախության եւ ազգային պետականության բացարձակ գաղափարներին։ «65 թվականի շեմին եւ հետո 65 թվականի ապրիլի 24-ի դեպքերից հետո Հայաստանում առաջացան բազմաթիվ երիտասարդական խմբեր։ Մի մասը գաղտնի եղավ, մյուս մասը մի քիչ աշխատելուց հետո գնաց տները, շատ տարբեր խմբեր էին եւ խմբերն էլ էին բաժանվում։ Սկսվեց ամեն ինչը հայրենասիրությունից, ցեղասպանությունից եւ այլն, բայց հետո գնացին անկախական շարժումներ։ Անկախական շարժման մեջ ես հիշում եմ, նույնիսկ վեճեր կար, մենք ընկերներով կռվեցինք իրար հետ, որտեղ վիճում էինք, անկախ պետություն դառնալուց հետո պետք է լինի սոցիալիստական, թե կապիտալիստական, այդպիսի բաներ են լինում։ Եվ դրա հետ միասին մի մասը եւ ես իմ ընկերներով մի քիչ ավելի ակումբային ճանապարհներով գնացինք, որ շատ մարդկանց հետ շփվենք, ջայերտ կազմակերպել համասարան եւ այլն, դա մի առանձին խոսակցություն է, բայց շատ մարդիկ գերադասեցին գաղտնի գործունեություն, թերթրապարակել եւ այլն եւ հայտնվեցին բանդերում։ Մարդիկ եղան, որոնք կապվեցին նաեւ սովետական միության ընդհանուր դիսիդենտական շարժման հետ։ Եվ մենք այդ մարդկանց շատ բարձր էինք գնահատում, մենք որ բանդարկված չէինք,
մենք վեճեր ունեինք, թե որ աշխատանքն է ավելի արդյունավետ, բայց բոլոր դեպքերում մենք մեծ հարգանքով էինք վերաբերվում։ Ես Գյորգիսյանին չէի ճանաչում եւ առաջի անգամ որ հանդիպեցի, զարմացա իմ տեսած երիտասարդների մեջ ամենաոգևորված մարդն ինքն է եղել։ Ես չեմ տեսել իր աստիճանի ոգևորություն, հայրենասիրությամբ, անկախության գաղափարներով ամեն ինչով չեմ տեսել։ Եվ պատական չի որ այդպիսի մարդիկ շուտ են գնում։ Այդ ոգևորությունը դրդում է իրանց միշտ առաջի գծի վրա լինել։ Մովսեսը ոչ միայն պատրաստ չէր, նա նույնիսկ չէր ուզում ամուսնանալ։ Նա շատ լավ գիտակցում էր, որ ինքը մի կազմակերպության մարտիկ է, որոնց կանանց, այսինքն ինձ էլ սպասվում էր նույն ճակատագիրը, ինչ մյուս կանանց։ Եվ գուցե այդ մեծ սերն էր, որ չէր ուզում ինձ դժբախտացած տեսներ։ Համեստություն չանեմ, չասեմ, թե ես այնքան խիզախ էի, որ պատրաստ էի անցնել այն ճանապարհը, որ տարիներով բանտում ամուսին ունենալ կամ նույնիսկ ինչպես այսօր այրի դառնալ, բայց երևի երբ սերդ եւ հավատդ դիմացի մարդու հանդեպ այնքան է մեծանում, որ ամեն ինչի պատրաստ ես լինում միայն իր կողքին լինել, միայն իր հետ լինել, միայն զորավիք լինել եւ երևի դա միայն գուցե այդտեղ միաձուլվում է եւ զգայական սերը, եւ հայրենիքի նկատմամբ ունեցած սերը, եւ այն գաղափարները, որ դու նաեւ դրա կրողն ես դառնում։ Ուսանողական տարիներին մենք ամուսնացանք եւ ունեցանք մեր գոհար դստրիկին։ Այնուհետև 2 տարի ծառայություն, որից հետո Մովսեսը վերադարձավ եւ մենք գնացինք Գորիսի դրամատիկական թատրոնում աշխատելու։ Իրականում Մովսեսը կարող էր հրաշալի ռեժիսոր լինել, հրաշալի դերասան լինել։ Նա նկարահանվել է Արման Մանարյանի «Հողի և ոսկի» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմում։ Խաղացել է մի շարք ներկայացումներում, նույնիսկ բեմադրել է Գորիսի թատրոնում Գնամեռի Արի Սիրեն ներկայացումը։ Արևատ, քեզ չասեցի թող, այդպես, հա, լակոտ։ Հիմա տեղը չի, որ ես կմռութը նախշեմ։ Թող Արամայիսին։ Հեռացի։ Այսօր ես գնում, Սանթուր ջան։ Հետարքիր տարիներ էին, բեմ, ներկայացումներ, թատրոն։ Մովսեսը դարձյալ անհետանում էր եւ այդ արդեն ես գիտեի ուր է գնում, հիմնականում Գորիսից Ղափան էր գնում, որովհետեւ այնտեղ փորձել էր համագիրներ գտնել եւ ճիշտն ասած իրեն հաջողվել էր գտնել համագիրներ եւ նրանց այդ հանդիպումներ էր ունենում, քանի որ արդեն գրականություն էր տանում, արգելված գրականություն, բանաստեղծություններ, հոդվածներ, գուցե իրենք էլ այն ժամանակ շատ դժվարությամբ էին հայթայթում նմանատիպ գրականությունը։ Ընտանիք, հայրենիաց պայքար, արվեստ։ Մովսեսի կյանքն իմաստավորված է այս 3 արժեքներով, սակայն նրանք չեն դասակարգվում ըստ կարևորության, չեն զանազանվում իրարից էությամբ, ուստի եւ չեն պահանջում նրա անհանգիստ հոգուց յուրաքանչյուրի վրա սևեռվել անջատ։ Ընտանիքը նույնն է, ինչ հայրենիքը, նրա պարփակ գաղափարը կրող բջիջն է։ Արվեստը ինքնանպատակ երևույթ չէ, այլ պայքարի գործիք, գաղափարին ծառայելու միջոց։ Ուրեմն հակասություն չկա այդ արժեքների մեջ։ Նրանք ձուլված են իրար, անտրոհելի եւ ներդաշնակ միասնության մեջ են, եւ միայն այդպես են իմաստ հաղորդում Մովսեսի կյանքին։ թվականին, երբ Հայրիկյանը վերադարձավ Աքսորից, ազգային միացյալ կուսակցության 5 անդամներ՝ Պաուլ Հայրիկյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Մեխակ Գաբրիելյանը, Սուսաննա Ավագյանը եւ Մովսես Գորգիսյանը
ազգային միացյալ կուսակցության պայքարը ընդհատակից տեղափոխեցին բաց այդ պայքարի եւ ստեղծվեց ազգային ինքնորոշում միավորումը։ Հիշենք, որ դա Գորբաչովյան վերակառուցման տարիներն էին եւ որքան էլ խորհրդային հասարակարգում, այսպես ասած, հնչեց թե վերակառուցում է, այնուամենայնիվ դրանք վտանգավոր, անհասկանալի եւ դառը տարիներ էին։ Լի հալածանքներով, լի հետապնդումներով, այնպես որ այդ օրերին այդ վերակառուցումը ասենք անցումնային փուլ էր։ 87 թվականի ազգային ինքնորոշում միավորման գործունեությունը դեռևս համակիրներ հավաքագրելն էր եւ այդ անկախության գաղափարը սերմանելն էր, որը պիտի խոստովանեմ եւ կարծեմ թե ամոթ չի, որ մեր ժողովրդի մոտ շատ դժվարությամբ էր մարսվում եւ հարյուրներից կամ նույնիսկ հազարներից կարող էին 1-2-ը դառնալ համակիր, բայց փառք նրանց, ովքեր ավելի շուտ կողմնորոշվեցին։ Ի վերջո ամբողջ ազգը կողմնորոշվեց։ Խումբ էին ուզում ստեղծեին անկախության համար եւ այլն եւ Հայաստանում սկսվեց արդեն շարժումը։ Շարժումը, որ սկսվեց, իհարկե այդ բոլորը մեծ ակտիվությամբ մտան շարժման մեջ, չնայած բավականին հակառակ կարծիքների դեր մարդիկ կային այդտեղ անկախ ձերբակալված էր, Հայդատ առանձին էր, իրանք առանձին էին եւ ամբողջ խնդրը շարժման սկզբից ես Պարուր Իհարկյանին ասում եմ եւ մյուսներին, այդ անկախականներին, ես ասում եմ, որ ժողովուրդը պետք է քայլ առ քայլ բարձրանա անկախության գաղափարին, որտեղ հիմա Ղարաբաղի հարցը, եթե մենք միանգամից անկախության հարցը բարձրացնենք, հասկանալի չի լինի եւ Ղարաբաղի հարցի չլուծվելու դեպքում մարդկանց մոտ տպավորություն կլինի, որ այդ անկախությունն է խանգարողը։ Դրա համար մարդիկ ինքն իրեն պետք է բարձրանան եւ իսկապես քայլ առ քայլ մեր ամբողջ ժողովուրդը բարձրացավ անկախության, հասկացավ, որ Ղարաբաղի հարցի լուծումը համարժեք է դառնում անկախության, առանց անկախության այդ հարցը լուծել հնարավոր չէ։ Գեորգիսյանը առաջի շարքերում էր